Մենք պարոն Արեյան հաջորդ տարվա համար մոտ 300 միլիոն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որով մենք պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց կարծում եմ նաև պետք է իրավական ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք պարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում, չնայած որ պարբերաբար նաև որոշակի սուբսիդավորումներ նվազում են Երևանի քաղաքապետարանի, վերջերս մենք կարողացանք նաև իհարկե ուղիղ վարչապետի հանձնարարականով մենք ստացել ենք ֆինանսական աջակցություն տրոլեյբուսների համար, բայց կարծում եմ շատ ազնիվ խոսակցություն պետք է տեղի ունենա այս ոլորտում տիրող իրավիճակի մասին, որովհետև 400 վթար գոյուղիներում շաբաթական եւ այդ այսպես ասած այդ գոյուղիների վթարները տեղ չունեն որպես այդպեսին մենք պարտավոր ենք եւ ստիպված ենք մոտ 300 միլիոն դրամ գումար դնել այդ սպասարկելու համար հաջորդ տարի Երևի թե պետք է խնդրենք մեր գործընկերներին կառավարությունում Վեոլաջերի հետ, ձեզ հետ, ջրային կոմիտեի հետ հասկանալ լավ վերջի վերջո այս խնդրի տերը ով է Եթե ուզում են մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք, որովհետև արդեն տենց ուղղակի մարդիկ մեզանից պահանջում, ես օրական տենց մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր գոյուղիների վթարների վերաբերյալ։ Չնայած որ էլի եմ ասում, գոյուղիները բոլորը ցանցը պետական գույք է, չգիտեմ մի մասը հանձնված է Վեոլաջերին, մի մասը հանձնված չի, չգիտեմ էլ նույնիսկ ինչ վիճակում է։ Մենք ինչ-որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ եւ իրականում հիմա լավ գումարը դրեցինք, բայց դրա վաղվա իրավական ձևակերպումը ինչ պետք է լինի։ Ինչ հիմքով ենք մենք դա անում, որ մեր լիազորության շրջանակում Եկեք ֆիքսենք ինչ-որ միտեղ լավ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք մեր գլխի ճարը վերջնական տեսնենք, բայց սենց օդում չթողնենք։ Շատ լավ պարոն քաղաքապետ, գույքագրումը կավարտենք Տիկին Խաչատրյանի հետ, հրատապ օրենտացիայի Արդեն 3 տարյա գույքագրում ենք, պարոն Արեյան, 3 տարյա գույքագրում ենք, գրություն ենք, գույքագրում ենք, գրություն ենք գրում, իմպերատիվ որոշել եմ, որ 300 միլիոն ուղղակի պետք է մյուս տարի դնենք եւ վերջ անկախ յուրաքանչյուր գույքագրումից իրավական որևէ ձևակերպումից։ Կարևոր չի, մեր գույքն է, մեր գույքը չի, մենք պետք է սպասարկենք, թե չպետք է սպասարկենք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն։ Վարչական շրջանի ղեկավարները բոլորը այստեղ նստած են, մարդականի հայտ եք ստանում գոյուղու վթարների հետ կապված։ Մի հատ եկեք այս հարցին անենք, հիմա լավ ասենք չխոսացինք, հիմա ինչքան լավ չխոսա։ 300 միլիոն մյուս տարի դրել եք ժողովուրդ ջան, մենք ինչ-որ գումար կունենանք էլի տենց հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Հերիք եղավ, լավ։ Շատ լավ պարոն քաղաքապետ, իրավական սահմանազատման հարցը մենք Վիոլաջերի եւ ջրային կոմիտեի հետ կավարտենք։ Ժորժ ջան, սենց ասեմ, եթե ոչ մեկ դրան տեղ չի, ես դեմ չեմ, լավ եկեք սաղ փոխանցենք Երևանի քաղաքապետարանին, հասկանանք։ Հիմա լավ